Նանք Նարեկին տեսական քաղաքագիտության շրջանակներում այս ամեն ինչը հիմնավորելու։ Ես էլ բայց տեսական մասից կսկսեմ, համաձայն եմ իհարկե Նարեկի հետ, որ ժողովրդավարության կայացման, հաստատման, կոնսոլիդացիայի համար հավելյալ ջանքեր են պետք, բայց ընդհանուր ու պատմականորեն, եթե մարդկության ողջ պատմությունը վերցնում ենք, ժողովրդավարությունը իհարկե ավելի շատ բացառություն էր, քան նորմ, բայց առնվազն 70-ական թվականներից սկսած, այսպես կոչված ժողովրդավարացման երրորդ ալիքից սկսած, ժողովրդավարությունը ինչ-որ պահի նորմ էր դարձել, այսինքն բոլորի համար ընդունելի ստանդարտ, երբ նույնիսկ ավտորիտար ռեժիմները փորձում էին ժողովրդավարական կառույցների ֆասադ ստեղծել արտաքին լեգիտիմության համար, հիմա նաև քննարկելով մեր ներքին խնդիրները արտաքին միտումների ներքո, պետք է արձանագրել, որ ամենայն հավանականությամբ այդ երրորդ ալիքը ժողովրդավարացման անկում է ապրում եւ որոշ տեսաբաններ նշում են, որ հիմա երրորդ հակառակ ալիքն է, այսինքն հակաժողովրդավարական ալիքն է եւ եթե համեմատենք 2005 թվականից սկսած ժողովրդավարական անցումների եւ ժողովրդավարություններից դեպի հակաժողովրդավարական մոդելների անցումների թիվը միտումը բացասական է։ Հիմա վերադառնալով հայաստանյան իրականությանը, ես կարծում եմ, որ բավականին բարդ իրավիճակ է այն առումով, որ մեծ հաշվով այս բևեռացած քաղաքականության պատճառով մենք չունենք իրավամբ ժողովրդավարական քաղաքական ուժեր, որոնք ներկայացված են խորհրդարանում եւ կարող են իրականացնել ժողովրդավարական վերահսկողություն իշխող ուժի նկատմամբ։ Այն ուժերը, որոնք անցել են խորհրդարան, շատ խոցելի են, իշխող ուժը բնականաբար օգտագործելու է այդ խոցելիությունները։ Նախորդ խորհրդարանի պարագայում իհարկե այն հանգամանքը, որ հիմնական գլխավոր ընդդիմադիր ուժը կապված էր երկրորդ նախագահի հետ, այսինքն այսպես կոչված այդ միֆական նախկինների հետ ու նաև այդ վատ էլիտաների հետ, որոնց մասին դու խոսեցիր, շահագործում էր իշխող ուժի կողմից, շատ հակաժողովրդավարական քայլեր արդարացնելու համար եւ այդ սև ու սպիտակ երկընտրանքի առաջ դնելու համար։ Դե տեսեք, մենք կարող է ինչ-որ լավ բաներ չենք անում, բայց այլընտրանքը նրանք են։ Հիմա կարծում եմ իրավիճակը ավելի է սրվել, որովհետեւ առնվազն հանրային ընկալումներում գլխավոր ընդդիմադիր ուժը, որ անցել է խորհրդարան, ընկալվում է որպես Ռուսաստանի հետ ինչ-որ աֆիլիացիա ունեցող ուժ կամ առնվազն շատ պրոռուսական ուժ, եւ սա բնականաբար եւս շահագործվելու է իշխող ուժի կողմից, ու սա նաեւ նպաստելու է այս հակաժողովրդավարական միտումների խորացմանը, որովհետեւ ամեն ինչ դիտարկվելու է այդ ինքնիշխանության պաշտպանության, ինքնիշխանության, չգիտեմ, ուժեղացման օրակարգի ներքո, երբ նույնիսկ շատ մանր հարցեր, որոնք կապ չունեն այս թեմաների հետ, ներկայացվելու են որպես իշխանության պահպանման փորձ, մենք այս տիպի վարքագիծ տեսել ենք նաև նախորդ շրջանում, ամենասիրելի թեմաներից մեկն է, բայց չխորանանք այս հարցում։ Այս պարագայում, երբ չկա քաղաքական հակակշիռ, ես կարծում եմ, որ քաղաքացիական հասարակության ու անկախ մեդիայի դերն է դառնում որոշիչ, ու այստեղ իմ կարծիքով քաղաքացիական հասարակության բոլոր դերակատարները պետք է վերաիմաստավորեն իրենց գործառույթները ու իրենց փոխհարաբերությունները քաղաքական իշխանության հետ, որովհետև 2018 թվականի հեղափոխությունից հետո բնականաբար այդ դինամիկան քաղաքասարակության եւ իշխանության հարաբերությունների փոփոխվել էր։ Թվում էր թե կա ու իրոք կարծում եմ կար ավելի լայն հնարավորություններ համագործակցության համար, կառուցողական ինչ-որ մասնակցության համար, այդ թվում նաև ռեֆորմների գործընթացում եւ այս գործընթացը եւ այս վարքագիծը կարծում եմ շարունակվել էր մինչև Ղարաբաղյան երկրորդ պատերազմը։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո, երբ այս բացասական միտումները ավելի ու ավելի ակնհայտ էին դառնում, արդեն բավականին լուրջ բաժանումներ սկսեցին տեղի ունենալ քաղաքացիական հասարակության մեջ եւ այդ բաժանումները շատ ակնառու դարձան հատկապես վերջին 1 տարվա ընթացքում, երբ քաղաքասարակությունը մեծ հաշվով բաժանվել էր խմբերի, որոնք մի կողմից փորձում էին արձագանքել այս բոլոր բացասական գործընթացների, բայց կար նաեւ խումբ, որը ոչ միայն չէր արձագանքում, այլ նաեւ ինչ որ դրվագներում արդարացնում էր այս պայլաձևը, հրապարակայնորեն էր արդարացնում։ Կան գործիչներ, որոնք օրինակ նշում են, որ ընդունելի է հակաիրավական ու անօրինական միջոցներով գործողություններ կիրառել տարբեր դերակատարների նկատմամբ, որովհետև այլ գործիքակազմ չունենք։ Սա կարծում եմ նոնսենս է, եթե գալիս է
Այո, սա ինչ որ չափով հասկանալի կլներ, եթե քաղաքական ուժի ներկայացուցիչ, իշխող ուժի ներկայացուցիչ այդպես խոսեր, բայց եթե դերակատարը գտնում է քաղաքացիական հասարակության դաշտում, այսինքն անկախ դաշտում քաղաքական դաշտից ու այսպիսի պնդումներ է անում, սա նշանակում է, որ լուրջ խնդիրներ ունենք։ Հիմա ես կարծում եմ, որ այդ վերաիմաստավորումը պետք է տեղի ունենա։ Այլևս այն մտայնությունը, որ դե տեսեք կա համագործակցության հնարավոր ու իդեպ արձանագրենք, որ բնականաբար մշտապես պետք է փորձել համագործակցել այն հարցերում, որտեղ հնարավոր է համագործակցել, բայց այս համագործակցությունը չպետք է սահմանափակի քաղաքացիական հասարակության դերակատարների անկախությունը ու նաև անկաշկանդությունը տարբեր բացասական երևույթներին համապատասխան գնահատականներ տալու հարցում ու նաև գործողություններ իրականացնելու հարցում։ Նույնը վերաբերում է նաև միջազգային գործընկերներին, ցավոք սրտի հաշվի առնելով քաղաքական իրավիճակը Հայաստանում, այսինքն այս շատ ընդգծված աշխարհաքաղաքական նախապատվությունները տարբեր ուժերի ու նաև տարածաշրջանային այլ գործընթացներ, մենք վերջին տարվա ընթացքում, իրականում ավելի ինտենսիվ վերջին 6 ամիսների ընթացքում տեսել ենք, որ կա հստակ գործելավոճ, որ շատ հաճախ տարբեր բացասական մտահոգիչ գործընթացներ, որոնք նախկինում շատ բուռն արձագանքի կարժանանային, հիմա ընդհանրապես որևէ արձագանքի չեն արժանանում։ Այսինքն իրականացվում են ակնհայտորեն հակասահմանադրական, հակահիավական, հակաժողովրդավարական քայլեր, բայց նույնիսկ հայտարարությունների մակարդակում մենք որևէ արձագանք չենք տեսնում միջազգային գործընկերների կողմից։ Հիմա եթե այս գործելավոճը ու այս մտածողությունը չփոփոխվի, եթե քաղաքացիական հասարակության դերակատարները չհասկանան, որ Հայաստանի քաղաքական համակարգի համար կարևորագույն ու ամենագլխավոր խնդիրը հենց ժողովրդավարական հետընթացն է, որ եթե չլինեն հակակշռող քայլեր այս ուղղությամբ, այս գործընթացը խորանալու է եւ մենք ինչպես արդեն նշեցի, տեսանք, որ արդեն ընտրական գործընթացի ամբողջականությունն է կասկածի տակ դրվում վերջին քայլերով, ապա ես կարծում եմ, որ ժողովրդավարական վերականգնման կամ ժողովրդավարական առաջընթացի հնարավորությունները սահմանափակվելու են։ Վերջերս Թոմաս Քարեթերսը, ով ժողովրդավարության ուսումնասիրության ամենահայտնի դեմքերից էր աշխարհում, հետաքրքիր հոդված էր գրել, ուսումնասիրելով Հունգարիայի դեպքը, թե ինչու ի վերջո հնարավոր դարձավ իշխանության փոփոխություն ընտրությունների միջոցով Հունգարիայում, եւ նա կարևորում է հենց քաղաքացիական հասարակության դերը, կոպիտ ասած այդ ՀԿ սեկտորի, NGO սեկտորի դերը Հունգարիայում, որը կարծես թե տարիներ շարունակ ոչ այդքան երևացող ու ոչ այդքան կարևոր առաջին հայացքից աշխատանք էր կատարում, բայց այդ աշխատանքը Հունգարիայում պահպանել էր այդ հնարավորությունը ժողովրդավարական առաջընթացի, անգլերենում renewal-ի համար։ Մասնավորապես փաստագրելով այս բոլոր բացասական գործընթացները, մտահոգիչ գործընթացները, պլատֆորմներ ստեղծելով այլընտրանքային կարծիքների համար, այդ ռազմավարական դատական հայցեր ներկայացնելու միջոցով, որոնք միգուցե արդյունք չէին տալիս այդ պահին, բայց առնվազն անընդհատ ճնշման տակ էին պահում այդ ինստիտուտները, որոնք քաղաքականացում են։ Եվ հիմա ես կարծում եմ, որ քաղաքացիական հասարակությունը պետք է, ինչպես արդեն նշեցի, վերանայի իր դերը եւ կարծում եմ կա անհրաժեշտություն նաեւ տարբեր դաշինքների կազմման համար քաղաքացիական հասարակության ներքո, այսինքն եթե կան դերակատարներ, որոնք մտածում են, որ ժողովրդավարական հետընթացը կարևորագույն խնդիրն է հիմա Հայաստանում, ապա պետք է արդեն նաև ջանքեր համատեղել, որովհետև առանձին գործելով, չգիտեմ, միջոցառումներ կազմակերպելով շատ մեծ էֆեկտ չի լինելու եւ վերջին շրջանում մենք տեսել ենք, որ մի քանի դրական դեպք եղել է, երբ քաղաքացիական հասարակության տարբեր դերակատարների ջանքերի համատեղման միջոցով կոնկրետ արդյունքներ են արձանագրվել, մասնավորապես ամենաակնառու դեպքը իմ կարծիքով Արթուր Օսիպյանի հետ կապված այդ քրեական գործը, նրա կալանավորումը, երբ կարծես թե առաջին անգամ ինչ որ կոնսոլիդացված արձագանք եղավ բոլոր դերակատարների կողմից եւ դա կարծում եմ ինչ որ չափով նպաստեց նաեւ նրա ազատ արձակմանը եւ նաեւ հացադուլի դադարեցմանը։ Տարներից քիչ խոսեցինք, նշեցիր